Պարոն Թորոսյան, դուրս եմ բերել ամենահաճախ հնչող հարցը, չնայած որ շատ էին, բայց մի խումբ ուսուցիչների կողմից հետևյալ հարցներ հնչում, որ դեռ դեկտեմբեր ամսին, եթե չեմ սխալվում, հարց ու պատասխանի ընթացքում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հնչեց մի հարց ուսուցիչների թոշակից օգտվելու իրավունքի մասին, որովհետև եթե չեմ սխալվում, նաև իմ ունեցած տեղեկատվության համաձայն, օրինակ հողակներում այս գործընթացը տեղի է ունենում լիարժեք եւ օգտվում են այս իրավունքից, բայց օրինակ ուսուցչական համայնքից մի քանի բովանդակային առումով նույնն էին շատ նամակները կրկնվող հաճախ, որ հատկապես այնտեղ 91 թվականին ընդունված եւ 25 տարի շարունակեմ այս հարցին կխնդրեմ անդրադառնաք, կա որոշակի լուծում, թե նախարարության հետ կոմունիկացիա կա որոշակի քննարկումներ եւ երկրորդ հարցը բոլորովին վերջերս կառավարության նիստի ընթացքում, երբ վարչապետը խոսեց 65 տարին լրացած մեր թոշակառուների մասին եւ ընկալումների մասին ընդհանուր առմամբ, որ պիտի փոխենք մեր ընկալումները եւ չհամարենք, որ 65 տարեկանում ամեն ինչ ավարտված է եւ թոշակառուն պիտի գնա տանը, նստի կամ զբաղվի թորնիկների խնամքով եւ առաջարկում էր օրինակ փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվել, հա, բիզնեսում ներգրավել, արդյոք կան որոշակի խմորումներ այս իմաստով, աջակցության գործիքներ, ավելի գրավիչ դարձնելու եւ այդ տարիքային խմբին փորձել ներգրավել այս ոլորտ, կարելի ասել, օգնել իրենց զբաղվել փոքր միջին ձեռնարկատիրությամբ, կան քննարկումներ թե ոչ, այս իմաստով եւս շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ազարյան, երկրորդ հարցից պատասխանեմ, այո կան եւ ես սկզբնական խոսքումս ասացի, որ ուզում ենք զբաղվածության ծրագրերը Լեգոյի տրամաբանությամբ աշխատացնել եւ նաեւ նշեցի, որ Ղարաբաղի մեր հայրենակիցների համար կա այդ ինքնազբաղվածության ծրագիրը, որը շուտով կմեկնարկենք, մենք ուզում ենք դրա հիմքի վրա փոխելով շահառուների խումբը դարձնել օրինակ 65+ կամ 63+ եւ իրենց համար դա գործարկել որպես այդ Լեգոյի տարբերակներից մեկ, հա, չէ, բոլորի համար աշխատի, նրա համար էլ աշխատի, սրա համար էլ աշխատի, պարզապես ուզում ենք գործարկել այս մեկը, որպեսզի նաեւ տեսնենք, որ նորմալ ամեն ինչ աշխատում է, որտեղ այնտեղ կա ուսուցման կոմպոնենտ, ուղեկցման կոմպոնենտ եւ նաեւ փոքրիկ կապիտալ ներդրման կոմպոնենտ, հա, որ մարդուն ինչ որ գործիքներ կամ պարագաներ կարիք կլինի այդ իր փոքրիկ բանը բիզնեսը աշխատացնելու համար ու անելու ենք նաև ավագ սերնդի մեր ներկայացուցիչների համար։ Ինչ վերաբերում է մանկավարժների թոշակին, եթե խոսքը մասնակի կամ մասնագիտական, հա, մասնակի կենսաթոշակին, ես պիտի խնդրեմ պարոն Սմբատյանը պատասխանի, բայց ես մի հատ գլոբալ բան եմ ուզում տեղակալ է էլի այդ գծով մանրամասներ, բայց ես մի հատ բան եմ ուզում ասել, որ քիչ ենք մենք խոսում։ Մենք մեր երկրում 20-ից ավելի տեսակի թոշակ ունենք, որի մեջ խճճվում ենք նույնիսկ մենք երբեմն։ Եվ մենք պետքա մտածենք հակառակի մասին, ոչ թե նոր տեսակի, նոր մարդկանց համար նոր թոշակների ստեղծման կամ առաջ խաղացման մասին, այլ միօրինականացման, որ մարդկանց համար շատ հասկանալի եւ պարզ լինի, եւ նաեւ գիտեք, որ մենք ունենք կൂട്ടակային կենսաթոշակ, որը լուծում է այն մյուս հարցը, թե ով ինչքան է աշխատել, եւ ինչքան տարի, եւ ինչքան գումար, ինչքան է կൂട്ടակել, եւ ինքը իր հասանելիք ժամանակահատվածում հետ կգա, այսինքն կստանա այդ կենսաթոշակը եւ այդ մասով եթե խնդիրներ կան, այսինքն այնպիսի որ X քաղաքացու, որևէ քաղաքացու իրավունք է ոտնահարվում մեր այսօրվա կարգավորումներով, ես պետքա խնդրեմ տվյալների տակ մենք փորձենք կոնկրետ խախտված քաղաքացու հարցը լուծել, որտեղ չի կարող լինել այս կամ այն հիմնարկում նույն մարդը աշխատի, եթե օրենքով սահմանված է, չէ, որ ասացիք մի հողակներում խնդիր չկա, երևի պողակներում խնդիր կա, ես տենց հասկացա, որ միտեղ լավ է իրականացվում, միտեղ վատ, տենց բան, եթե տեղի է ունեցել, մենք կուղենք, որտեղ չի կարող տեղի ունենալ, բայց գլոբալ առումով էտա մեր տրամաբանությունը, որ մենք պետքա գնանք, իհարկե ոչ մեկի իրավունքները չոտնահարելով ընդհանուր միօրինականացման, որը ավելի
հասկանալի կլինի քաղաքացիների համար, իսկ արդեն անհատական ջանքը, թե ով ինչքան է աշխատել, կլուծվի կൂട്ടակային կենսաթոշակով, այլ կարիք չկա ինձ թվում անդրադառնալ, խնդրում եմ կփոխանցեք մեզ տվյալները, մենք բան կանենք, կլուծենք։